Հաղորդման գործընկերն է Status ինտելեկտուալ ակումբը։ Ինչ է սեռական համատեղելիությունը եւ որն է թույլատրելիության սահմանների համապատասխանումը։ Ինչպես հասկանալ, որն է նորման ձեր եւ ձեր զուգընկերոջ համար։ Հարցեր, որոնց բախվում են բոլոր զույգերը, սեփական մարմինը ցանկությունները չճանաչելու, գիտելիքի պակասի եւ ամոթի պատճառով, որը տարիների ընթացքում բերում է սեռական եւ հոգեկան խնդիրների առաջացման, ինչպես նաեւ զույգային աններդաշնակությունների առաջացման։ Բարև ձեզ, ես բժիշկ սեքսոլոգ Լուսինե Ստեփանյանն եմ։ Եթերում կոնտակտ հաղորդաշարն է, որի ընթացքում մենք խոսում ենք թեմաներից, որոնք կամ ամաչում եք բարձրաձայնել, կամ չգիտեք ում դիմել։ Այսօր մենք խոսել ենք շատ կարևոր եւ զույգերի համար շատ հետաքրքիր մի թեմայից իմ դասախոս բժիշկ սեքսոլոգ Սևադա Հակոբյանի հետ։ Ողջույն դոկտոր ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Դոկտոր ջան, այսօր մենք ինչպես հասկացաք խոսել ենք մի շատ կարևոր թեմայի մասին եւ բավական հաճախ են մեզ զույգերը հարցեր տալիս, ինչպես հասկանանք, մենք համատեղելի ենք իրար հետ թե չէ։ Ինչպես հասկանան, համատեղելի են իրար հետ թե չէ։ Այո, իրոք, որ մեր պրակտիկ օրհնության ժամանակ մենք շատ ենք բախվում այդ հարցի հետ, ըստ էության ես պետք է ասեմ, որ այդ հարցը չունի միանշանակ պատասխան, որովհետև մեր սեքսոլոգիայի կարևորագույն նպատակն է, եթե զույգը ունի իրար մեջ տարաձայնություններ, սեքսուալ անհամապատասխանություն կամ որոշակի ցանկությունների, որոշակի էքսպեկտացիաների, սպասումների առճակատումներ, կամ շատ այլ հարցերում իրար հետ որոշակի ոչ ներդաշնակություն, ապա մենք այդ ներդաշնակությունները լուծող, հարթեցնող դերակատարություն պետք է ունենանք եւ վերականգնենք զույգի սեքսուալ ներդաշնակությունը։ Ըստ էության, աններդաշնակություն տերմինը որպես այդպիսին մենք շատ հաճախ կիրառում ենք միայն այն դեպքերում, երբ որ իրոք առաջացել է սեռական կյանքի անհնարինություն զույգի մոտ։ Պայմանավորված ինչպես կնոջ, կանացի, այնպես էլ երբեմն նաև ամուսնու գործոններով, տղամարդու գործոններով։ Դե իհարկե, ինչպես գիտենք, կանացի գործոններն են բազմաթիվ 3-4 հիմնական ֆունդամենտալ գործոններ կան, որոնք որ կարող են առաջ բերել զույգի սեքսուալ աններդաշնակություն եւ սեռական կյանքի անհնարինություն, ինչպես նաև տղամարդու գործոններ կան։ Իհարկե, տղամարդու գործոններից եկեք նշենք այդ էրեկցիլ դիսֆունկցիան արտահայտված, որը որ անհնարին է դարձնում սեռական կյանքը զույգերի մոտ եւ պատճառ հանձնում նաեւ ընդհանուր զույգի գլոբալ սեքսուալ աններդաշնակության։ Եվ սա այն խնդիրներից է, որ նաեւ սերնդաշարունակության ֆունկցիան է տուժում։ Այսինքն տղամարդի հետ ունեցող էրեկցիայի թուլություն բնականաբար նաեւ կարող է առաջանալ, ինչպես նաեւ այո, պատճառ հանձնում նաեւ անպտղության։ Ես այսօր հենց վառ օրինակ ասեմ, ես մեր դիմեցին 8 տարվա զույգ, որոնք որ պետք է արտամարմնային բեղմնավորման են գնում եւ այնտեղից մեզ ուղղորդել էին, որպեսզի մենք տանք եզրակացություն, այնինչ զրուցում ենք զույգի հետ, հայտնաբերում ենք ամենայն ազնվության, որ 8 տարի նրանք չեն ունեցել սեռական կյանք։ Պայմանավորված տղամարդու մոտ արտահայտված էրեկցիլ դիսֆունկցիայով, ինչպես նաև երբ որ դա ինչ-ինչ մի կերպ փորձել են հաղթահարել ինչ-որ դեղորայքով, բայց առաջացել է հենց այդ ժամանակ էակուլյացիա անտեպորտաս, այսինքն վաղաժամ սերմնաժայթքման ամենաարտահայտված տարբերակը, երբ որ դեռ ակտը չսկսած տեղի ունենում տղամարդու մոտ սերմնաժայթքում։ Եվ այդ պատճառով այդ զույգը երկար տարիներ անպտղությամբ էր տառապում։ Եվ երբ որ մենք խոսեցինք այդ արտամարմնային բեղմնավորման իրականացող մասնագետի հետ, քննարկեցինք խնդիրը, ներկայացրեցի, որ այդ խնդիրը մենք կարող ենք հանգիստ եւ շատ մեկ ամսվա ընթացքում լուծել, շատ ուրախացավ եւ զույգը եւ այդ մասնագետը, որ իրականում այո, նախ մեծ ռեսուրսներ պետք է գումարային ծախսվեր արտամարմնային բեղմնավորում իրականացնելու համար, անցներ հորմոնալ ստիմուլյացիաների էտապներ, երբեմն նաեւ անհաջողությունների տխուր դեպքեր, երբեմն գիտեք, ոչ բոլոր դեպքերն են հաջողվում։ Եվ այս պարագայում սեքսոլոգիական խնդիրը լուծել էր բավականին արդյունավետ եւ հեշտ էր եւ շատ ավելի այո, ռացիոնալ ժամանակահատվածում։ Ինչևէ, կանանց գործոնները, որոնք որ կարող են բերել իրոք զույգի միջև սեռական կյանքի անհնարինության, դա ձեզ քաչ հայտնի վագինիզմի երևույթն է, որը կնոջ մոտ անկախ իր կամքից տեղ ունեցող հեշտամուտքի մկանների գծկումն է, որը անհնարին է դարձնում սեռական կյանքը։ Դա արտահայտված դիսպարեյունիան է կարող է ցավասեռական հարաբերության ժամանակ, որը երբեմն անհնարին է դարձնում հետագա սեռական կյանքի շարունակումը, ինչպես նաև արտահայտված գենիտալ ռեակցիայի բացակայությունը կամ լուբրիկացիայի բացակայություն եւ այդպիսի գործոնները, որոնք որ կարող են պատճառ հանձնել զույգի
սեքսուալ աներդաշնակության։ Շատ հաճախ ինձ հարց են տալիս, ինչպես զրուցենք մեր զուգընկերոջ հետ, մեր թույլատրելիության սահմանի մասին։ Եվ իրական սա բավականին լուրջ հարց է, որովհետև լինում են դեպքեր, երբ որ զույգերը բախվում են խնդրին տարիներ անց ու զգացվում է զգալի տարբերություն, հա, մեկի մոտ որոշակի փոփոխություններ են եղել, մեկի մոտ չէ նույն կարծրացած մտածելակերպն է օրինակ մնացել եւ զույգը արդեն հասկանում է, որ սեռական կյանքում կա աներդաշնակության խնդիր։ Հարցս հետևյալն է, ինչպես սկզբից զույգերը կարողանան այս թեմայի շուրջ խոսել եւ ավելի հետագա կյանքի հետ կապված ներդաշնակ կառուցեն ամեն ինչը։ Շատ ճիշտ նկատառում է, որ այո, մենք շատ հաճախ ենք բախվում եւ զույգերը շատ հաճախ բախվում են։ Ավելի པարզ ներկայացնեմ, որպեսզի մեզ դիտողները հասկանան, թույլատրելիության շրջանակը դա այն գուրգուրանքների ծավալն է, որը որ տղամարդը կամ կինը նախընտրում են իրենց սեռական բավարարվածություն ստանալու համար։ Առաջնային եւ ամենակարևոր փուլերից մեկը եկեք նշենք, որովհետեւ շատ դեպքերում բացակայում է։ Այո, եւ ասեմ, որ սրա համար շատ կարևոր մի հատ մենք կհիշեք, մենք նաև մեր թիմային աշխատանքի ժամանակ մտածել եւ այսպես ստեղծել ենք այդ գաղափարը, որ նախամուսնական սեքսոլոգիական խորհրդատվության կարևորությունը, որտեղ որ զույգը, որը որ պատրաստվում է ամուսնանալ կամ վարել համատեղ սեռական կյանք, այցելում է սեքսապաթոլոգին, սեքսոլոգին, որպեսզի ծանոթանա հիմնական այն սեռական կյանքի փսիխոհիգիենային, առանցքային հարցերին, շատ որոշակի հետազոտություններ իրականացնին ու փոքր ծավալի, որը որ եւ շատ կարեւոր է նաեւ զույգերի միջև այդ կոմունիկացիոն հմտությունների ստեղծումը հենց առաջի խորհրդատվության ժամանակ։ Երբ որ մենք այդ ժամանակ պարզում ենք, թե դիցուկ կինը ինչպիսի էքսպեկտացիաներ, սպասումներ ունի սեռական կյանքից, տղամարդը ինչպիսի սպասումներ եւ ինչպիսի պատկերացումներ ունի սեռական կյանքի նկատմամբ։ Եւ արդյոք այստեղ կա հարմոնիա, թե ոչ, թե դրանք խիստ տարբեր բևեռներում են, որովհետեւ շատ դեպքերում լինում են բախումներ նաեւ լուրջ անհամապատասխանության։ Շատ հաճախ մենք զույգի ստեղծման հենց ի սկզբանե ունենում ենք այդ հակասությունը, արձանագրում ենք այդ հակասությունը, երբ որ կինը պատրաստ է ավելի լայն գուրգուրանքի շրջանակին, ամուսինը ամուսնական սեռական կյանքում դա չի պատկերացնում եւ դա չի ընդունում։ Եվ նաեւ հակառակ դեպքն ենք նկատում, դեպքերն ենք նկատում եւ այս պարագայում առաջանում է արդեն այդ թույլատրելիության շրջանակների տարբերությունները։ Ինչն է ստեղծում պատկերացումը, հա, թույլատրելիության շրջանակների։ Ընդհանրապես այդ գուրգուրանքների փուլում տարբեր երևույթների ներգրավվածություն, որովհետև ներկա պահին մենք ունենք բավականին նաև այսպես ասենք ազատականացված ինչ-որ դրսևորումներ կախված համացանցի ներգրավման հետ, օրինակ լինում են դեպքեր, երբ որ զույգերը գալիս են բավականին լուրջ խնդիրներով, ամուսինը պահանջում է կնոջից այնպիսի գործողություններ, որոնք օրինակ նկատել է 18+ ֆիլմերում, եւ զույգը կանգնած է բաժանության եզրերին։ Ես ուզում եմ հասկանամ, նաև ուզում եմ դուք ասեք, ինչն է ստեղծում պատկերացումը, հա, այդ թույլատրելիության սահմանին։ Նախ ասեմ, որ այո, իրավացի եք համացանցային այդ պորնոգրաֆիկ նյութերով տարվելու պարագայում մենք ունենում ենք լուրջ խնդիրներ տղամարդկանց մոտ, հատկապես տղամարդկանց է բնորոշ, ես կարծում եմ, մենք ավելի շատ դա ենք դիտարկում, երբ որ տղամարդու մոտ թյուր պատկերացումներ է ստեղծում սեռական կյանքի նկատմամբ, այդ պորնոգրաֆիկ ֆիլմերում արտահայտված վառ, գունեղ, ինչ որ ոչ չափազանցված այդ տեսարանները նրա վրա ունենում են ենթագիտակցության վրա լուրջ ազդեցություն եւ ինչու՞ չէ նաեւ դա փորձում է կիրառել նաեւ իր սեռական կյանքում կամ որ սովորական գրգիռները, սովորական ստիմուլները արդեն իր համար լինում են ոչ բավարար։ Եվ այստեղ առաջանում է հակասություն, այո, երբեմն նա սկսում է ավելի պահանջկոտ եւ ավելի խստապահանջել այդ առումով զուգընկերուհուց կամ կնոջից պահանջելով անպայման այդ երևույթները, գործողությունների շրջանակ, ինչը որ նա տեսել է ֆիլմերում։ Եվ այստեղ ունենում ենք խնդիրներ, այո, մենք բազմաթիվ կանանց կողմից նամակներ ենք ստանում, մտահոգություններ, այցելություններ, երբ որ ներկայացնում են, որ ամուսինը ասում է, որ միայն առանց այդպիսի գուրգուրանքների ինքը չի կարող պատրաստ լինել սեռական հարաբերության։ Նույնիսկ շատ հաճախ նկատել ենք, որ ամուսինը տղամարդը նայում է ֆիլմը հարաբերության ժամանակ, հասնում է էրեկցիայի եւ նոր շարունակում է հարաբերությունը։ Բավականին հաճախ նույնպես պաթոլոգիկ երևույթ է, որը որ իրականում դուրս է մղում այդ սեքսուալ բավարարվածության այդ կարևորագույն ինտիմության այդ գաղափարը։ Խոսքը հոգեսեքսուալ բավարարվածության մասին է։ Այո։
Առհասարակ որն ենք համարում նորմա զույգերի համար, խոսքը եւ հարաբերության տեսակների, տևողության եւ մնացածի մասին, որտեղ բավականին հաճախ են հարցնում։ Իհարկե մենք գիտենք, որ սեքսոլոգիայում ընդունված համընդհանուր նորմա ասվածը չկա, բայց մի փոքր ավելի մանրամասնենք։ Ասեմ, որ հենց այս հարցերի շուրջ է, որ միշտ հակասություններ է առաջանում ամուսինների կամ զույգերի մեջ, տեսեք, հենց հասարակ մի բան, սեռական կյանքի հաճախականությունը, սեռական հարաբերությունների հաճախականությունը։ Դիցուք միջին սեռական կոնստիտուցիայի պարագայում, երբ որ զույգերը ունեն միջին սեռական կոնստիտուցիա, մարմնակառուցվածք, այդ պարագայում, ասենք 3-4 հարաբերությունը համարվում է միջին ստատիստիկ նորմա, միջին վիճակագրական նորմա։ Սակայն այդ հաճախականությունը հնարավոր է ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող կնոջ համար լինի չափազանց քիչ։ Իհարկե։ Կամ հակառակը թույլ սեռական կոնստիտուցիա ունեցող ամուսնու համար լինի չափազանց շատ եւ անհնարին դա իրականացնելու։ Ու այնպես որ սա շատ դիսկուտաբիլ է եւ պետք է անպայման գնահատել այդ նորմա հասկացողությունը, նաեւ գիտենք, որ սեքսոլոգիայում գոյություն ունի կոնստիտուցիոնալ գենետիկ նորմա, այսինքն այն նորմա, որը բնորոշ է տվյալ մարմնակառուցվածք եւ գենետիկա ունեցող անհատին։ Եվ արդեն զույգի պարագայում երկուսի միջինացված նորմա։ Միջինացված պետք է ամեն դեպքում դժվար է գտնել երկու անհատ, որոնք որ կունենան նույն սեռական պահանջմունքը, ուստի որոշ կոմպրոմիսային լուծումներ հարկավոր է գտնել զույգերի մոտ։ Որպեսզի ներդաշնակությունը ապահովված լինի։ Եվ հակառակը, ասենք, եւ նաեւ ավելացնելով, ասենք, որ նաեւ դա վերաբերում է նորմատիվային այդ նորմերը, նաեւ վերաբերում օրինակ սեռական ակտի տևողությանը։ Զույգը գալիս է, նստում ենք, քննարկում ենք խնդիրը, կնոջ համար դա սարսափելի կարճ ժամանակահատված է, դիցուք այն ժամանակահատվածը, որը որ տեղավորվում է սեքսոլոգիական նորմայի հասկացողության մեջ։ Բայց ամուսինը դիտարկում է դա որպես նորմա, կնոջ համար դա շատ կարճ ժամանակահատված է, գրեթե ակնթարթ է թվում եւ նա ասում է, որ ես ոչ մի սեքսուալ բավարարվածություն չեմ ստանում այդ ժամանակահատվածում։ Ուստի դրա համար այնքան շատ նրբանկատ պետք է վերաբերվենք եւ կարողանանք զույգերի մոտ վերաիմաստավորել զրուցելուց հետո հասկանալ, թե ինչի համար է նա դիմել մասնագետի։ Դա շատ կարևոր է, չէ՞ որ զույգը կամ անհատը չի դիմում սեքսոլոգի միայն հետազոտվելու եւ հետազոտության պատասխանները, թերությունները արձանագրելու համար։ Նա ուզում է իր ֆունկցիան վերականգնի։ Եվ հենց մեր մասնագիտության այդ կարևորագույն նրբությունը եւ մեծությունը նրանում է, որ մենք ֆունկցիայի վերականգնման համար ենք ամբողջ մեր գործառույթը իրականացնում։ Եվ պարտադիր կիրառում զույգային գործոնը։ Զույգային գործոնը, այո։ Պարտադիր։ Դոկտոր ջան, ո՞րն է նորմայի եւ պաթոլոգիայի նուրբ սահմանը, հա, քանի որ ներկայումս բավական շատացել են սեռական աղավաղումները նաեւ ու բավականին շատ են հարցերը, հատկապես երբ որ անանուն ենք տեղադրում այս թեմայի շուրջ, մարդկանց պատկերացումները շատ է փոխվել եւ կուսամ մենք ներկայացնենք, այսպես ասենք, հա, նորման եւ սեռական աղավաղումներ սահմանը։ Բավականին դժվար է այդ առումով, որովհետեւ ըստ էության այդ սահմանը գծելը կամ սահմանազատում իրականացնելը բավականին դժվար է, որովհետեւ տեսեք, նաեւ ինչպես գիտենք, սեքսոլոգիայում գոյություն ունի նաեւ հասարակական բարոյական նորմա հասկացողությունը, այսինքն տվյալ հասարակության համար բնորոշ բարոյական նորմայի չափանիշներ, որոնք որ ընդունելի են տվյալ հասարակությունում, կարող են մեկ այլ հասարակության համար դա ընդունելի չլինել եւ հակառակը։ Ուստի դրա համար այդ սեռական շեղումներ, նորմայի տարատեսակներ, պաթոլոգիաներ դա պետք է անպայման ընկալել ամբողջ համատեքստում։ Օրինակ, տեսեք, հենց նույն այն հանգամանքը, որ տղամարդու մոտ շատ հաճախ հիմա գիտեք նկատվում է սեռական ակտի փոխարինում մաստուրբատոր գործունեությամբ, որը որ իրենք սկսում են արդեն այդ վիրտուալ սեռական կյանքին տուրք տալ, եթե եւ շատ հաճախ զույգի մոտ հարց է առաջանում, կանայք գրում են մեզ անանուն եւ հարցնում են, արդյոք սա պաթոլոգիա է, ինչպես բուժել, ինչպես վերադառնալ նորմալ սեռական կյանքի։ Այո, իրականում այդ խնդիրը կա։ Եվ մենք պետք է այստեղ լինենք շատ նրբանկատ, որպեսզի կարողանանք ոչ միայն վնասել կամ այսպես մի անգամից խաչ քաշել եւ ասել չէ ձեր մոտ պաթոլոգիա է, որտեղ դա կարող է արգելակվել եւ արգելակում առաջացնել տղամարդու մոտ եւ ընդհանրապես ինքը հրաժարվի բուժման կոմունիկացիայի մեջ մտնելուց բժշկի հետ։
Ուստի դրա համար շատ նրբանկատորեն պետք է ներկայացնել, որ այդ ահա տեսեք, ձեր այս ակտիվությունը խանգարում է կամ խոչընդոտում է կամ դուրս է մղում նորմալ ընտանեկան սեռական կյանքը։ Սա արդեն պաթոլոգիկ պետք է դիտարկել, պետք է ձեռբազատվել սրանից, պետք է մասնագիտական օգնություն ցուցաբերել։ Եվ այսպես այդ առումով բավականին խնդիրներ կան, որոնք որ ներկայումս ավելի շատանում են։ Շատանում են ինչու՞, որովհետև վիրտուալ սեռական կյանքը ավելի հեշտ է, ավելի քիչ միջոցներ է պահանջում, ինտերնետը հասանելի է, ավելի կարճատև է, չի պահանջում նախերգանք, նախապատրաստական շրջան, չի պահանջում պատասխանատվություն։ Եվ այս բարեկայում հեշտին դիմելու այդ նախաձեռնողականությունը տղամարդկանց, ինչու՞ չէ նաև երբեմն կանանց մղում են դրան։ Ցավոք սրտի վերջերս բավական հաճախ լսում եմ նաև, որ սեռական կյանքում ինչ-որ մոդա ասվածով են մարդիկ շարժվում, խոսքը որոշ երևույթների մասին է, որի մասին ես կուզեմ մենք սեքսոլոգներս խոսենք, խմբակային սեռական հարաբերություններ կամ ինչ-որ իրերի ներգրավում, հա, հարաբերությունների մեջ, որոնք դառնում են, այսպես ասենք, նաև կպչուն գործողություն եւ մարդիկ ընկալում են դա որպես մոդա, այսինքն մոդայով ենք շարժվում։ Մինչ այդ մենք խոսեցինք, որ ընդհանրապես սեռական հարաբերությունը ինքը ինտիմ գործողություն է, պահանջում է զույգի ներգրավվածություն, այսինքն հավելյալ երրորդ մարդի ներգրավվածությունը խախտում է ինտիմության սահմանները։ Ինչ կասենք սրա մասին։ Նորից վերադառնում եք այն հարցին, որ սեռական նախընտրությունները խիստ տարբեր են մարդկանց մոտ եւ երբեմն դուրս են գալիս ռեալ իրականության սահմաններից եւ ահա այստեղ մարդը որքան որ իր երևակայության սահմանները կա, փորձում է սեռական կյանքում դա ռեալիզացնել եւ նամանավանդ այն բարեկայում, երբ որ ըստ շատ գիտնականների, որ մանկական տարիքում ունեցած հոգեկան տրավմաները, որոշակի խնդիրները, հոգեսեռական զարգացման ժամանակ տեղ գտած խնդիրները կարող են հետագայում պատճառ հանդիսանալ նաև սեռական կյանքի աղավաղումների եւ հոգեսեքսուալ այդ ոչ նորմալ ֆանտազիաների կիրառման։ Ես կարծում եմ, որ այդ ամբողջը գալիս է նրանից հիմնականում, որ արկա է ինտիմ կյանքում խնդիրներ, զույգային խնդիրներ։ Եթե զույգի մոտ կա բավարար ֆիզիկական եւ հոգեսեքսուալ բավարարվածություն, ֆիզիկական եւ հոգեսեքսուալ բավարարվածություն, զույգը իրարից ստանում է այդ երկու կոմպոնենտները միասին, ապա այլ սեռական ակտիվություններին դիմելու կամ որոշակի հավելյալ ստիմուլներ կիրառելու անհրաժեշտությունը շատ հազվադեպ է լինում կամ դուրս է մղվում։ Իհարկե, եթե խոսում ենք մենք առողջ սեռական կյանքի մասին։ Դոկտոր ջան, եւ վերջում ինչ խորհուրդ կտաք մեր զույգերին նախքան ամուսնանալը կամ նախքան սեռական կյանք սկսելը եւ ինչ կրիտերիաներով փորձեն իրենց զուգընկերներին ընտրեն։ Այս հարցը շատ լավ հարց է, բացի այն, որ պետք է զույգերը իրար ընտրեն միայնակ, բայց նաև մի պահ գալիս է, երբ որ արդեն զույգային փոխհարաբերություն պետք է սկսի կամ ամուսնություն, այստեղ իհարկե մի փոքր մասնագիտական խորհրդատվության առայսություն առաջանում է եւ մինչ ամուսնությունը այդ սեքսոլոգիական խորհրդատվությունը շատ հարցերի պատասխան կարող է տալ այդ մինիմալ հետազոտությունները, որ արվում է, որպեսզի հասկանանք զույգերի մոտ ռեպրոդուկտիվ ֆունկցիան ինչպես է, արդյոք չունեն սեռավարակներ քրոնիկական կամ ենթաստոր ընթացքով, որոնք որ հնարավոր է կլինի կորեն չդրսևորվեն։ Հետազոտություններ անենք որոշելու զույգերի սեռական կոնստիտուցիայի տիպը, որը շատ պարզունակ հետազոտություն է, քննարկել զույգերի ինչպեսի սպասումներ ունեն սեռական կյանքից, ինչպեսի էքսպեկտացիաներ ունեն, ինչպեսին կլինի նրանց սեքսուալ ակտիվությունը, գուրգուրանքների շրջանակի թույլատվության հարցերը քննարկենք, սեռական կյանքի փսիխոհիգիենայի խնդիրները քննարկենք եւ այդ ամեն ինչը զույգին կդարձնի ավելի պաշտպանված եւ փորձ ցույց է տալիս այն զույգերը, որոնք որ մինչեւ ամուսնությունը անցնում են սեքսոլոգիական խորհրդատվություն, ստեղծում են շատ ամուր ընտանիքներ եւ երբեք չեն ամուսնալու։ Ամուր եւ ներդաշնակ։ Եվ շատ ներդաշնակ են լինում, այո։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հուսով եմ մեր հեռուստադիտողը եւս կօգտվի այն խորհուրդներից, որոնք դուք տվեցիք այսօր։ Այսքանը շարունակելի։